Ես Աննա Հայրապետյանն եմ, քիթ-կոկորդականջաբան, ֆոնիատր։ Այսօր կխոսենք ձայնային ապարատի հիվանդությունների մասին։ Այս ապարատի հիվանդությունները հաճախ հանդիպում են ձայնախոսակցական մասնագիտությունների տեր անձանց մոտ։ Նրանց թվին են պատկանում արտիստները, երգիչները, դերասանները, ինչու ոչ հաղորդավարները, ուսուցիչները եւ իհարկե բժիշկները եւս։ Հիմնական գանգատը, որ ներկայացնում են բուժառուները այս ապարատի ախտահարման ժամանակ, դա ձայնի խանգարումներն է, այսպես կոչված դիսֆոնիաները, երբ ունենք ձայնի փոփոխություն, եւ աֆոնիան, երբ ունենք ձայնի կորուստ։ Եթե պացիենտը նշում է ձայնի խրպոտություն կամ կորուստ 2 կամ 3 շաբաթ ավելի, խորհուրդ է տրվում, նույնիսկ ցուցվում է դիմել արդեն նեղ մասնագետի, քիթ-կոկորդաբան ֆոնիատրի, որպեսզի հասկանալ ինչումն է կայանում դիսֆոնիայի կամ աֆոնիայի պատճառը։ Երբ կարող է այդ գանգատը առաջանալ։ Շատ հաճախ այն առաջանում է սուր ռեսպիրատոր վարակներից հետո։ Եթե չեք ունենում 2-3 շաբաթվա ընթացքում 3-5 օր հետո աստիճանաբար արդեն արտահայտված դրական դինամիկա, դա ուղեկցում է դիմել ֆոնիատրին։ Շատ հաճախ ձայնի խրպոտություն կամ նույնիսկ բացակայություն, որը կարող է երբեմն ուղեկցվել նաև շնչառական խնդիրներով, լինում է պարանոցի շրջանում կատարված վիրահատությունների ժամանակ։ Եվ ոչ միայն պարանոցի, երբեմն նաև գլխի եւ կրծքավանդակի շրջանում։ Այդ բացատրվում է նրանով, որ կոկորդի մկանները ներվավորվում են մի նյարդով, որը կոչվում է թափառող ներվ, որը սկիզբ է առնում գլխուղեղից եւ այս բոլոր վերոհիշյալ հատվածներով այն իջնում է ներքև, այդ ընթացքում ներվավորելով կոկորդի մկանները։ Ինչ կարող է այս դեպքում անել բժիշկ ֆոնիատրը։ Առաջին հերթին իհարկե հասկանալ ձայնի խանգարումի պատճառը։ Ոսկե ստանդարտ է համարվում մեր ներկայումս ձայնային ապարատի էնդոսկոպիկ հետազոտությունն է, այսպես կոչված կոշտ կամ փափուկ վիդեոգործիքների օգնությամբ։ Նրանք մեզ թույլ են տալիս պացիենտի համար կոմֆորտ անցկացնել բարձր արդյունավետությամբ հետազոտությունը, ֆիքսել այն անհրաժեշտության դեպքում իհարկե նայել դինամիկայում բուժման արդյունքը կամ ելքը գնահատելու համար։ Գոյություն ունեն նաև ուրիշ անհրաժեշտ հետազոտություններ, որոնք արդեն ցուցվում են պացիենտին նախնական էնդոսկոպիկ հետազոտությունից ելնելով։ Ինչու է ձայնի խրպոտությունը տևական 2-3 շաբաթ եւ ավելի մեզ այսքան անհանգստացնում։ Երբեմն երբ ունենում ենք տևական ձայնի խրպոտություն, այն կարող է լինել շատ ավելի անցանկալի վիճակների, ինչպիսիք են ուռուցքային հիվանդությունները, դրանց սկիզբը, եւ բարվորակ ուռուցքների, որոնք ուշադրության կարիք ունեն, եւ իհարկե անշուշտ չարորակ ուռուցքների սկիզբը ժամանակին գրանցելու եւ դրանով իսկ կանխարգելելու նրանց անցանկալի վատ ելքերը։ Ես որպես բժիշկ քիթ-կոկորդականջաբան, ֆոնիատր, խորհուրդ եմ տալիս մեր հարգելի դիտորդներին, եթե ունեք ձայնի խրպոտություն, որը երկարատև է, որը կրկնվում է տարվա մեջ մի քանի անգամ, անպայման անհապաղ դիմել բժիշկին եւ իհարկե պրոֆիլակտիկայի համար դիմել մասնագետին հետազոտվելու նպատակով, եթե դուք վերոհիշյալ ձայնախոսակցական մասնագիտությունների տեր անձ եք։ Եղեք առողջ։